Իմ համար այնքան կարևոր է վիդեոյի վատ մեկնաբանությունները։ Արդեն 10 տարի է ես միշտ վիդեոներ եմ նկարել ու միշտ հանրայնացրել եմ իմ վիդեոները։ Ես արդեն 10 տարի է տարբեր հարթակներում միշտ ունեցել եմ աուդիտորիա։ Ու մոտավոր 8 տարի ինձ ընդհանրապես ոչ մի վատ մեկնաբանություն գրող չի եղել, բայց այս վերջին 2 տարին շատացել են ու դա նորմալ է։ Ու երբ սկսեցի ստանալ նման մեկնաբանություններ, իմ համար դա շատ անսովոր էր ու ես ագրեսիայով էի ընդունում դա։ Ու աշխարհի ամենասխալ բանը ես պատասխանում էի այդ մեկնաբանություններին։ Պատասխանելով այդ մարդկանց ուշադրություն էի տալիս ու իմ ձեռքով ավելի զարգացնում այդ վատ մեկնաբանություն գրելու կուլտուրան։ Հետո իմ հայացքները այս վերջին մի տարում շատ է փոխվել ու դրանում ինձ օգնել է Օնոն։ Հիմա իմ մոտ հակառակն է։ Եթե ես ինչ-որ վիդեո եմ տեղադրում ու այդ վիդեոյի տակ գոնե մի հատ վատ մեկնաբանություն եթե չկա, ես նեղվում եմ։ Գիտեք ինչի համար։ Ոչ թե որ ես մազոխիստ եմ եւ ուզում եմ որ ինձ վատ բաներ ասեն, այլ որովհետեւ այդ նշանակում է որ մարդիկ անտարբեր են քո հանդեպ։ Իսկ անտարբերությունը ավելի վատ է, քան ինչ որ էմոցիան։ Այս պարագայում էմոցիան կարող լինի եւ վատը, եւ լավը։ Հիմա իմ մոտ վերում են բլոգերների վիդեոներ, ովքեր sense դնում են այդ վատ մեկնաբանությունները ու շատ բուռն էմոցիաներով պատասխանում են, լացում են էկրանի առաջ։ Ինչա թե ինչ որ Վալոդիկ իրանց ասել է որ քո քիթը մեծ է։ Իմ քթին են ասել որ մեծ է ու ոչ միայն մեկնաբանություններ են գրել, այլ նաև ընկերներս են ասել որ մեծ է, բայց իրանք վիրատել են իրանց քիթը, իսկ ես չէ, որտեվ դա իրանց կոմպլեքսն է եղել, ոչ թե իմ։ Իրանք ուղղակի ուզեցել են դա փաթաթել իմ վզին։ Իմ ընկերները ինձ նաև ասել են որ բլոգ վարելը հիմարություն է, բայց այսօր իրանք են փորձում անել նույնը ինչ ես։ Իմ այս պատմածներից ինքնուրույն հետևություններ արեք։